Բանակում շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել օրինապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում։ Սրա խոսուն վկայությունն այն փաստն է, որ 2025 թվականի ընթացքում բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ռազմական ոստիկանությունն ամփոփեց անցած տարին, նկատելով, որ սա թերևս բանակի պատմությանն աննախադեպ, բայց ոչ բավարար ձեռքբերում է։ Պետք է քայլեր ձեռնարկել նաև քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկելու ենք ակտիվ միջոցառումներ։ 2026 թվականը հայտարարվել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ենթականերին ցուցում տվեց, արդյունքներով չպետք է բավարարվել։ Անհրաժեշտ է շարունակել գործուն քայլերը բանակում սպա զինվոր կանոնադրային հարաբերություններն ամրապնդելու, իսկ արատավոր բարքերն արմատախիլ անելու ուղղությամբ։ Կանոնադրային հարաբերությունների եւ միջանձնային բարքերի բարելավման նպատակով մենք 2026 թվականը հայտարարել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի եւ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր եւ քրեացին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը։ Ռազմական ոստիկանությունը մշակել է եւ արդեն իսկ զինված ուժեր է ուղարկել տվյալ արատավոր երևույթի դեմ պայքարի համար մղվող տարբեր միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն զինված ուժերում։ Դրանց հետևանքների հետ կապված տարբեր տեսակի միջոցառումներ պետք է անցկացվեն զինված ուժերում, զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի տվյալ զինծառայողը, սպաները եւ ընդհանրապես բոլորը զինված ուժերում հասկանան, որ դա արատավոր երևույթ է, դա դատապարտելի երևույթ է։ Ինչպես նախորդ տարիների ընթացքում այս տարի եւս ռազմական ոստիկանությունը կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում հնարավոր հանցագործության դեպքերը բացառելու ուղղությամբ։ Հենց այդ նպատակով ռազմական ոստիկանության ծառայողները զորակոչից սկսած առանձնազրույցներ են ունենում տղաների հետ։ Հոգեբանական թեստերի միջոցով փորձում են գտնել խոցելի զինվորներին, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգրավել կամ խոցելի լինել հնարավոր հանցագործության համար։ Գնդապետ Լևոն Գրիգորյանը 2025 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության լավագույն բաժին ճանաչված Աբովյանի բաժնի պետն է։ Պատմում է, որ զորամասեր ու բանակային դիրքեր հանկարծակի ստուգումների ընթացքում ռազմական ոստիկանները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես պաշտպանության նախարարի հրամանով հաստատված օրվա կարգացուցակի պահպանմանը, փորձում են հայտնաբերել նաև արգելված իրեր։ Ժամկետային զինծառայողների կարգապահության ուղիղ ազդեցություն է ունեցել կարգապահական տուժը, որը հաշվարկվում է ծառայությանը, ու կարգապահական կոպիտ խախտում կատարելու դեպքում ժամկետային զինծառայողը համապատասխան օրերով գտնվում է կարգապահական վաշտում, որը հետագայում հաշվարկվում է իր ծառայության, այսինքն ավելա ծառայում։ Կարգապահական խախտումներ արձանագրելու դեպքում ռազմական ոստիկանությունը համապատասխան միջնորդագիր է ուղարկում տվյալ զորամասի հրամանատարությանը։ Նշանակվում է ծառայողական քննություն, որի արդյունքով էլ որոշվում է, թե տվյալ զինծառայողը կամ սպան ինչ տույժի պետք է ենթարկվի։ Ռազմական ոստիկանության գնդապետը վստահեցնում է, իրենք վերահսկում են նաև ծառայողական քննության ընթացքը, օբյեկտիվ անաչառ եւ հավասարության սկզբունքով բոլորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար։ Տաթևիկ Աբրահամյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։